Որտեղ ես դու հանգստանում։ Բարև սիրելի բարեկամ, ինչ օր է այսօր։ Հանգիստ է արդյոք քեզ համար, կամ էլ միգուցե շատ ես զբաղված։ Հանգիստը հարկավ պետք է բոլորին, այն վերականգնում է և ուժ է տալիս։ Սակայն մտածել ես նաև այն մասին, որ հանգիստը կարող է տանել կործանման։ Ու գցել քեզ այսօրվա դիրքից։ Դու կասես, թե ինչպես։ Հարցին այս հարցով ես պատասխանեմ։ Անկորձ ու հանգիստ վիճակից պատմության մեջ շատեր ընկան։ Ասա, որտեղ ես դու հանգստանում։ Արդյոք հանգիստը քեզ ճիշտ տեղ է տանում։ Քանզի Դավիթն էլ երբ տանը մնաց ու մարդ չգնաց, հանգստանում էր իր մեծ ամրոցի պատշգամբներում, և մի քիչ հեռվում մի գեղեցկություն իրեն գրավեց։ Իր զորավարի Ուրիայի տիկին Բերսաբեն էր նա։ Ցանկությունն եկավ ու մեղքի տեսքով սիրտը սողոսկեց։ Մեղքի արդյունքից կինն նեղիացավ, սակայն որդին մահացավ։ Հասկանալով հետո արքան այդ հզոր խորը զղջաց, Բերսաբեի գիրկը թողեց ու կրկին տիրոջ ոտքերին փարվեց, փշրվեց լրիվ ու ապաշխարեց։ Մի այդ հանգիստ ու պարապ ժամանակը կյանքեր խորտակեց։ Լինում է, որ հանգստություն ու անկործությունից շատերն ակամա սխալ դուռ են թակում ու իրենց գլուխը դնում են կավատի ծնկին, հանգիստ առնելու, ինչպես Սամսոնը իր ժամանակին, ում ուժի մասին շատ ենք իմացել, սիրահարվեց Դալիլա անվան բամբարո կնոջ ու նրա ծունկին գլուխը դրեց։ Սա էլ իր գրավիչ լեզվով իմացավ հենց այն գաղտնիքը, որ վաղուց ի վեր ուզում էին իմանալ, թե ինչում է թաքնված ուժը հսկայի, ու ընկավ Սամսոնը հենց այն ծուղակը, որ իր մարմնի ցանկությունից էր։ Ահա ապացույց, որ հաճախ մեզ մեր հանգիստը կարող է տանել սխալ ուղղությամբ ու անդունդ գցել, բացել բազում սխալ դռներ։ Ուստի, եթե ամեն օր ու այն ժամանակ, երբ ունենք հանգիստ, ճիշտ տնօրինենք մեր ժամանակը ու հենց սկզբից Տիրոջը կանչենք մեր հանգստի մեջ։ Քանզի երբ կանչենք նրան մեր կյանքերի մեջ, էլ մեր մարմինը չի ձգտի մեղքի, այլ հակառակը կձգտի սրբվել ու Տիրոջ երկնքի հանգիստը չկորցնել։ Ու կրկին քեզ հարց. որտեղ ես հիմա դու հանգստանում և ում գիրկն ես գլուխդ դնում։ Արդյոք ոտքերդ քեզ ճիշտ տեղ են տանում։